Մայիսի 23-ին Կիրակի օրը մեր եկեղեցին կնշի Հոգեգալստյան տոնը, որը առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակությունն է։ Այն տեղի է ունեցել Քրիստոսի հրաշափառությունից 50 օր անց Քրիստոսի խոստման համաձայն։ Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է Գործք առաքելոցում։ Քրիստոսի աշակերտների վրա Սուրբ Հոգու իջնելը կատարվել է հրեական Պենտեկոստե տոնի օրը, որ նշանակում է 50 օր։ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով նստում է առաքյալների վրա եւ նրանք կարողանում են խոսել տարբեր լեզուներով։ Հոգեգալստյան տոնը մեր եկեղեցիներում կոչվում է նաև երրորդության տոն, քանի որ առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքով հայտնվում է երրորդության խորհուրդը։ Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի է ունեցել Երուսաղեմում Վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին։ Երբ բոլորը միասիրտ աղոթում էին, երկնքից հանկարծակի մի ձայն է լսվում։ Կրակե լեզուները իջնում ու նստում են աշակերտների վրա, եւ բոլորը լցվում են Սուրբ Հոգով եւ սկսում են խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց։ Պենտեկոստեն հին ուխտի 3 ամենամեծ տոներից էր, այդ օրը նաև հիշատակվում էր Սինա լեռան վրա աստվածային 10 պատվիրաններ ստանալը։ Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար եւ ընծաներ էին մատուցում Աստծուն։ Այդ օրը Երուսաղեմում միշտ շատ ժողովուրդ էր լինում եկած աշխարհի տարբեր երկրներից։ Երկնային այդ ձայնը լսելի է լինում ոչ միայն առաքյալներին, այլև Երուսաղեմի գրեթե ողջ բնակչությանը եւ առաքյալների մոտ է բերում մի մեծ բազմություն։ Բոլորը ապշում են, ծագումով գալիլեացի առաքյալները, որ անկիրթ եւ անուս մարդիկ էին, սկսում են խոսել բոլորովին այլ լեզուներով։ Բազմության մեջ կային հույներ, հայեր, պարթևներ, արաբներ, մարեր, ասորիներ եւ նրանցից յուրաքանչյուրը տարակուսած այդ նոր ու անակնկալ երևույթից լսում էր իրեն հարազատ լեզվով Աստծո գործերի մասին պատմություններ ու փառաբանություններ։ Սուրբ Հոգու Գալստյան տոնը ըստ Երանելի Օգոստինոսի առաքելադիր է։ Հաստատվել է դեռևս առաքյալների օրոք եւ ամենավաղ ժամանակներից ի վեր հանդիսավորապես նշվել բոլոր եկեղեցիներում։ Ի հիշատակ այս իրադարձության կոչվել է Հոգեգալուստ։ Հոգեգալստի օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորեց միասիրտ սիրով միավորված աշակերտներին, ովքեր տարբեր լեզուներով խոսելով դարձան Աստծո խոսքի թարգմանները ազգերի մեջ եւ միավորեցին բաժանված ժողովուրդներին Քրիստոսի խաչով։ Նրանք արիացան ու զորացան, սկսեցին խոսել այն երկրների ու ժողովուրդների լեզուներով, որտեղ որ պետք է քարոզեին քրիստոնեությունը։ Ըստ Ներսես Լամբրոնացու Պետրոսը խոսեց լատիներեն, Փիլիպոսը արաբերեն, Թովմասը եթովպերեն, Թադեոսը հայերեն եւ այլն։ Առաքյալները Սուրբ Հոգու նորոգող եւ կենթանարար լույսը տարածեցին ողջ աշխարհով։ Հոգեգալստյան տոնին կհաջորդի եղիական պահքը, որը տևում է 5 օր, մայիսի 24-ից 28-ը։ Եղիական պահքը ամառնամուտի շաբաթապահքն է։ Եղիական է կոչվում, քանի որ նախորդում է Եղիա մարգարեի հիշատակության տոնին։ Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը։ Հոգեգալստյան տոնը 2011 թվականից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է նաև Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր։ Այդ օրը բանկ կտարվեն առաքյալների մասունքները։